որ պատրաստ լինի կասեմ։ Սիրելի հետևորդներս, հələ տեսեք մի էս ինչ տեսարանով եմ ձեզ եկել բայրիգուն ասելու, ոնց ասում են մեր լոռեցիները, ոնց ասում են մեր տարածաշրջանի մարդիկ, եկներներ հո չեն, պահ, ստեղ են չէ ասում, վայ չուտողին, պահ, բարձացանք, եկանք հասանք Ամանորի հրաշքին, սիրուն, լավը, մի պահ մանկանանք, հա, շտատիվս տեսեմ, որ իրարից շատ չնեղանանք, օй, օպա, սիրունա չէ, ես ինչպես միշտ իմ գործերով եմ, հեչ պարապ չեմ, հեչ, մեր մոտ 6:30 Ալեքսի մազերը գնացել ենք, կտրեցինք, եկանք ու այս երկու ամանը սրբեմ, ուզում եմ, առավոտից եմ ուզում ես տեսանյութը նկարահանած լինեմ, սիրելի հետևորդներս, այն ժամանակս բարիս ուղիղ իմաստով չի հերիքում ու վեր կամ հյուր ես գնում, կամ գործ ես անում, կամերը շատ են, դե գիտեք, նոր տարիա, սաղիստներն էր, լիքը գործա, ուխայ, ջան եմ ասել, թող թխի, ճիշտ ժամանակացույց եմ դրել, բայց մի տեսակ կասկածում, ինչ անեմ ու ինչի չանեմ, դրա համար երկմտանքի մեջ եմ, ինչև է, ես էլ տեղավոր եմ, մենք մեր ընթրիքը դեռ չենք արել, գիտեք, երեք ապուր եմ էփել, ապուր ենք ուտելու ու տեղ խառն էի, գործերը շատ էին, ասեցի ձերի հետ մի հատ եկներ անեմ, վաղը մի քիչ կարող է խառը օր լինի, մի խոսքով, մի ասելու եք, ես ինչ կա, Անահիտ ջան, ասեմ ինչ կա, բայց չեք ասի, որի մեր սիրուն, մաքուր, պայծառ, պլպլյան, կանաչապատ, էլ ինչ ասեմ, մաքրամաքուր, Ստեփանավանս, որ գովերքում եմ, հեչ իզուր չեմ գովերքում, սիրելի հետևորդներ, ոչ մի անգամ իզուր ոչինչ չեմ արել, ու իմ հոլովակներում, են ոնց են ասում, սիրահարվածի պես, ես միշտ գովերքել եմ իմ Ստեփանավանը, ամեն մի քարը, ամեն մի թուփը, ամեն մի, չգիտեմ, այն որ ասում է Ստեփանավան, ծաղկացի գեղատեսիլ իմ ոստան, դու հայրենի իմ վառոջախ, իմ աննման Բուրաստան, քո հողին ու ջրին մատաղ, լորված աղիք իմ չքնաղ, էլ չգիտեմ բառերը, բայց այդքանն էլ որ գիտեմ, կամ այս մի երգը կա է, լորվասարերի մի հարթավայրում, զովանտառների բնության գրկում, ծաղկում ես ինչպես սիրուն յասաման, իմ ծննդավայր Ստեփանավան, ծաղկում ես ինչպես սիրուն յասաման, իմ ծննդավայր Ստեփանավան, այ, ենքան ուրախացել եմ,
Չէի ուզում այս մասին ոչ մի բան ասեմ, ուշքը սուտ էկլերները մա, որ մինչև վերջնահաշիվը չիմանամ ինչ կա, չկա, ինչ եղավ, դե մի հատ նայեք են էկլերներին, մի խոսքով շատ չծամծմեմ, ասելու եկան այդ ես ինչ ես դու այսքան ասում ու ասում դե բրծի ասա շունչներս կտրեց, իմն էլ հետը կտրեց, իմ Ստեփանավանը ճանաչվել է տարվա լավագույն երիտասարդական քաղաք, մայրաքաղաք, ոչ թե քաղաք, բա ոնց չպարծենամ, բա ոնց չուրախանամ, բա ոնց չգովերքեմ, բա ոնց ձեզ չասեմ, ախր անհնարավոր չասեմ, ախր ես ինչպես վեր գնամ, ախր ես ինչպես ուրիշ տեղ մնամ, ախր ուրիշ տեղ հայրեններ չկան, ախր ուրիշ տեղ Ստեփանավանից պես սիրուն ու մաքուր քաղաք չկա, այ ձեր ցավը տանեմ, այ այսքան ուրախացել եմ, սիրելի հետևորդներս, մեր տանը այս էս տոնական տրամադրություն է, ընդեղել մի խոսքով, այս չասեմ, Ալեքս, արի հլալույսը վարի, հա բալես, մի խոսքով քվեարկություն է գնացել, մեր համայնքապետարանի էջում դե հետևում եմ, սիրելի հետևորդներ ջան, քաղաքացի եմ, իմ քաղաքը շատ սիրում եմ, մեր ներկայ քաղաքապետն է խոսում, ասում է 20,000 ու ավել քվեարկող ա եղել, վարի լույսը, ապրի իմ տղեն, ասում եմ 20,000 ու ավել քվեարկող ա եղել, սիրելի հետևորդներս, ինչը նշանակում է, որ ասում եմ մեր քաղաքը այդքան բնակչություն չունի, կրկնակի անգամ քվեարկել են ու 2026 թվականի համար մեր քաղաքը ճանաչվել է երիտասարդական մայրաքաղաք, պատկերացնում եք դա ինչ լավ բան է, պատկերացնում եք դա ինչքան հրաշալի լուր է, հենց այդքան է իմացա սիրելի հետևորդներս, այս մի հատ տեղը դնեմ, հիշեցի իմ Ռոզա տատիկիս ասած խոսքերը, դա իրա հետ մենք շփվում ենք, լավ բարեկամներ ենք, ամեն մարդու չի, որ ես կասեմ տատիկ, իրան շատ սիրում ու հարգում եմ, ինքը շատ լավ մարդ է, որ զրուցում ենք այս կոմենկում, ասում են այդքան նկարում ես, ես նայել եմ, ասում եմ, ծոտնաշ են, ասում եմ, գոնե մի հատ, ոնց ասավ, պապիրոսի մնացորդ չկա, ասում եմ, լրիվ մաքուր, լրիվ փայլուն, լրիվ իդեալական, և այո, հենց այդպես է, որ կա, սիրելի հետևորդներս, այնպես որ գիտեմ, Երևանի շատ Ստեփանավանը սիրող մարդիկ ունենք, իմ հեռու հայրենակիցներն էլ ամենքը տարբեր կողմեր եմ կյանքի բերումով գնացել են, բայց բոլորս էլ ուրախ ենք, չէ, բոլորս էլ հոգ ու խորքում, չէ, ամենուր մեզ լավ ենք զգում, որ մեր քաղաքը ճանաչվել է լավագույն երիտասարդական մայրաքաղաք, այն էլ 2026 թվի համար, գալիք թվի համար, դե գիտեք, չեմ ալարի նորից կասեմ, մեր բնությունը, մեր ջուրը, մեր այն, չգիտեմ, ամեն ինչը, ափսոս իմ ոտքերս ցավում է, ես չեմ կարում բնություն գնամ, այդքան նկարեմ եւ այլն, մեր անտառները, մեր հանգստյան տները, մեր սոճենիներով հարուստ անտառները, իմ քաղաքի մաքրամաքուր վիճակը, ով որ հոգում է, բոլորս էլ գիտենք, որ դա մեր քաղաքապետի շնորհքն է, մեր քաղաքապետները միշտ լավն են եղել, տարբեր ժամանակներում, այն որ մեկը մեկին գերազանցել է, մեկը մյուսի հետ կարելի ասել, գերազանցել է ու արդյունքում ունենալու ենք այսպիսի ծաղկում, փթթուն, կանաչազարդ, մաքրամաքուր քաղաք, սիրելի հետևորդներ, ջան ու ջան, բա ոնց չասեմ, բա ոնց չուրախանամ, բա ոնց սենց ջիգարով մի հատ ձեր հետ չմտնեմ, ուղիղ եթեր չանեմ, թե որ լիքը գործ ունեմ անելու,
Բայց թե դա էլ է գործ սիրելի հետևորդներս, հիմա կոնվեկցիանել համիացնեմ երևակայի, շատ չշեղվեմ, էկլերներս չվառեմ ու այդ իմ սիրուն Ստեփանավանի մասին, այսքանը ոգևորված, ոգեշնչված, չգիտեմ ով ոնց կհասկանա, բայց ծննդավայր սիրող մարդը ինձ թվում է մեկից մեկ կհասկանա, թե ես այս ինչ եմ ասում ու ես ինչքան ուրախ եմ ասում։ Հիմա ուրեմն 3 առաջի օրներ, 3 չէր, դե ամուսնուս հետ շփվում ենք ավելի շատ երեկոները, համ իրանը հարմար, համ մեզ հարմար, չգիտեմ որտեղ նստեմ, ստեղ նստենք, ընդեղ նստենք, ստեղ սենց խառը վիճակ, Ալեքսը նկարչությունը անեմ, մի խոսքով ասելիքս, այստեղ էլ հրաշքների աշխարհում, ուրախանանք մի հատ սենց, ինչ կասեք, այն մոմը չես վառել, ես էլ սենց, ասեք հավեսնա չէ, սիրելի հետևորդներս, այս պարոնը այսօր երգը իջացրու, վախենամ խանգարի, փախնենք, անջատի, չլսվի դրա երգը, այսենց բաներ կա, որ աշխատանքից միգուցե կվնասի էլի, դրա համար փախանդեից ու լավ, ստեղ նստեմ, հեռախոսս էլ դնեմ լիցքավորման ու եկեք զրույցիս հիմա էլ ուրիշ կողմից շարունակություն տամ սիրելի հետևորդներս, ուրեմն ինչ էի ասում, երեկոներն ենք ավելի շատ Նիկայի հետ շփվում, հանգիստ խաղաղ պայմաններ եմ, երկար ենք զրուցում, դե մի խոսքով չմանրանամ ու պետքի դեպքում երբեմն իմ աշխատանքից էլ ենք խոսում, մի խոսքով օնլայն հարթակից եւ այլն, մեկ էլ ասում եմ, մի հատ էջ եմ տեսել, դուրս եկել եմ, ասա թող մարդը բաժանորդներ ունենա, որ անկեղծ ասեմ, ես դե այդքան ժամանակ չունեմ, որ հետևեմ, սիրելի հետևորդներ ջան, էջը ցույց տվեց Դավիթյան Family, մարդը շնորհքով, սիրուն, հավեսով, իր համար խոհարարական էջը, ներողություն, ոնց որ մեզ էլ ապայի հասնում ես վիրուսներից, լավ հավեսով էլ սիրուն տեղը տեղին պատրաստում է, ինքը չգիտի էլ, որ ես իր մասին գովազդելու եմ, գովազդ է ստացվում, իհարկե գովազդը վճարով է առնում, բայց ինձ ճանաչողները բոլորն էլ գիտեն, ես այդ մարդը չեմ, ես չի լինում, չեմ կարա, ես ինչ-որ գովազդեմ, ես կգովազդեմ իմ սրտի ցանկությունով, իմ ուզելով, մարդուն մի լավ գործ անելով, Աստծու առաջ մի քիչ մաքուր լինելով, մի խոսքով իրա էջի լինքը ես չգիտեմ ինքնով է, իրանից գոնե մի տեսանյութ տեսած չեմ, բայց մարդիկ են, սկսնակ էջեր են, ասում է իրար օգնենք, որ չհոգնենք, չէ, կա տենց բան, հետներ մեր մեջ ասած, դե եթե ամուսինս ասում, ուզեմ չուզեմ ասեմ էլի, մի խոսքով, կես կատակով, կես լրջով, մի քիչ էլ նայեցի իրանց էջը, այն մի հեռախոսով չեմ կարա նայեմ, լավ, մարդը սիրուն շնորհքով, հավեսով, համով էլ բաներ է պատրաստում, այսօր այն դարում ենք սիրելի հետևորդներ ջան, որ չպատրաստող մարդ չկա, բոլորս էլ պատրաստում ենք, բոլորս էլ ոնց են ասում, մեր ուզած բաներին հասնում ենք, լույսը ուժեղ այ, մի հատ
մի քիչ անդրամակվի։ Ու եթե մարդ որոշել է, որ խոհանոցային էջ բացի աշխատելու միջոց է, ինչի չօգնենք, որ օնլայն հարթակը բաց է, բոլորի համար է, այնպես չի, որ մեկին կարելի է, մյուսին չի կարելի, մարդ ենք, բոլորս էլ ուզում ենք աշխատենք, բոլորս էլ ուզում ենք մեր լումաններ դնենք մեր ընտանեկան բյուջեում, այնպես որ գիտեք, ես ոնց ասեմ, պարտադրելով ոչ մեկիդ ոչ մի բան չեմ ասել, երբեմն երբ որ սկսել եմ ասել օրինակ եկեք միանանք Մանուշակի էջին, Ատ Կաբլուկով դասապոկ, կամ միանանք մյուս մարդկանց էջին, մի քիչ տարօրինակ գրառումներ եմ ստացել, այդ ինչքան փող ես վեր կալել, կամ ինչի պիտի ես քեզ լսեմ, ստացել եմ, նմանատիպ գրառումներ եմ ստացել, չեմ զարմացել, մարդիկ տարբեր են, իրանք տենց են ուզում, թող ուզեն, իրանց ցանկությունը իրանց, իմ ցանկությունը ինձ, իմ սրտին է ինձ, ձեր սրտինն էլ ձեզ, Աստծո առաջ, բոլորս էլ մարդիկ ենք, ամենքս մեր ապրելակերպով, ամենքս մեր մտածելակերպով, բայց եթե կցանկանաք, եթե մտնեք, նայեք իր էջում, դուր գա էջը, հավանեք, հետաքրքրի, կարող եք բաժանորդագրվել, սիրելի հետևորդներ ջան, օնլայն հարթակում բոլոր աշխատող բլոգերներ կլինեն, վլոգերներ կլինեն, բոլորն էլ կարող են փաստել, որ ցավոք սրտի Հայաստանից ուզում է մեզ միլիոն հոգի նայի, մենք դրա դիմաց չենք վարձատրվում, երբեմն էդ էլ եմ ստանում, որ ինչի պիտի ես քեզ նայեմ, դու ինձանով փող աշխատես, վերջ էլի, իր նմա, տենց բաներ էլ ալնում, ասեմ, որ մենակ ես չեմ ասում, բոլորն էլ ասում են, որ դա այդպես է, YouTube-ը մեր մոտ մոնետիզացված չի, մեր գումար աշխատելը դրսի օգտին է, դրսի հաշվին է, կոպիտ ասած, այնպես որ եթե կհետաքրքրի, միացեք, բաժանորդագրվեք, ասեք, որի մեջից եք գնացել ու այդքան մի բան ինձ թվում է հետևորդներս էլ էին ասել, որ կասեք իրանց էջի մասին, լավ երկարատև հետևորդներ ունեմ, ով իմ էջը բացած օրվանից, ովքեր ներողություն, ովքեր իմ էջերը բացված օրվանից հետևացել են ինձ, ես էլ սիրում եմ, մարդկանց խոսքը հարգում եմ, չգիտեմ, ինձանից ոչ մի դժվար բան չի գնում, մեծ սիրով ու հաճույքով, մեծ սիրով ու հաճույքով սիրելի հետևորդներս իրար օգնենք, որ չհոգնենք, ես այդպես եմ մտածում, ինձ ոչ մեկ չի ստիպել, ոչ մեկ չի պարտադրել, ես ուզեցել եմ, արել եմ, Նիկան ասում է, տես թե դուրդ գալիս է, ասա մարդիկ են թող բաժանորդ ունենան, լավ հավեսով էլ սարքում է, սարքողը տղամարդ է, Դավիդյանց Family, եթե ճիշտ եմ հիշում, ամեն դեպքում լինքը կդնեմ, ցանկության դեպքում բաժանորդագրվեք, չեք ուզում դուք գիտեք, եթե կբաժանորդագրվեք շնորհակալ եմ, ինչ ասեմ, լավ լինենք, առողջ ու երջանիկ լինենք, ոնց ես սիրում եմ ասել ու կհանդիպենք օրվա վլոգում, գործերս շատ են շատ, ուզում եմ անցնեմ իմ գործերին, գնացի պուլտս չկա, ձեռքով կանջատ